Եվ մենք այսօր խոսում ենք ջազի մասին, հետաքրքիր է, չէ՞, ու հիմա էլ կապելու ենք ջազը մեր հաջորդ թեմայի հետ, որի հյուրերը արդեն տաղավարում, բայց թե ինչ կապ ունի Արամ Խաչատրյանը ջազի հետ, ավելի մանրամասն նրանց հետ կխոսենք, իսկ ես միայն ասեմ, որ Արամ Խաչատրյանի տուն թանգարանը մեկնարկում է իր նոր ամառային ջազ համերգային նախագիծը եւ ամռան ամիսներին ջազային ռիթմերով հագեցած բարձր տրամադրություն է ապահովող երեկոներ են սպասում տուն թանգարանի հարմարավետ ներքին բակում։ Այս ամենի մասին եւ Արամ Խաչատրյանի եւ ջազի եւ այս միասնության մեր հյուրերի հետ խոսենք։ Ես էլ շտապ եմ ներկայացնել հյուրերին, որոնք արդեն մեր տաղավարում են եւ այսպես Արամ Խաչատրյանի տուն թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյան, բարի լույս։ Բարև ձեզ։ Եւ երաժիշտ Արսեն Ներսիսյան, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար ու մինչ հարցազրույցը սկսելը, մինչ եթերը քննարկում էինք, որ սա իհարկե առաջին նախագիծը չէ երաժշտական եւ համերգային, որը տուն թանգարանը իրականացնում է, բայց թերևս այսպես առաջինն է ամառային շրջանում եւ երևի թե հենց այդ մասին էլ սկսենք մեր զրույցը, թե ինչու որոշեցիք կազմակերպել այս նախագիծը եւ ինչպես ծագեց միտքը։ Նախ բարի լույս եւ միշտ հաճելի է առավոտը սկսել ձեր տաղավարից։ Շնորհակալ եմ։ Ինչ կապ ունի Արամ Խաչատրյանը ջազի հետ։ Երևի շատերը կզարմանան, բայց շատ ուղիղ։ Ուղիղ։ Այո, ուղիղ։ Քանի որ նա ինքը թեև ԽՍՀՄ շրջանում այդքան էլ ընդունված չէր ջազային երաժշտություն լսելը այդ հատվածում, բայց Արամ Խաչատրյանը ուներ նաեւ ուսանողներ, որոնք որ հետագայում դարձան շատ լավ ջազ երաժիշտներ։ Օրինակ իր մի ուսանողի մասին, դաշնակահար Ստեփան Շաքարյանի մասին մեկ անգամ ասել է, Ստյոպա, դու ունես երկու սիրտ, մեկը իրական, մյուսը ջազային։ Նա ասում էր, որ ջազ երաժշտությունը ընդհանրապես մեր իրականության անփոխարինելի երևույթներից է, եւ եթե այն սկիզբ է արել եւ ծագել է եւ գոյատևում է մինչ օրս եւ ինչպես տեսնում ենք մինչ օրս, ուրեմն նա իսկապես պետք է գործի եւ հնչի ամենուր, քանի որ միլիոնավոր մարդիկ սիրում են ջազ երաժշտություն եւ ջազ երաժշտություն նշանակում սիրելը նշանակում է, որ դա սկիզբ է արել սիրուց։ Իսկ այն ինչ սկիզբ է առնում սիրուց, նույնը արվեստը, դա իհարկե պետք է որ լինի շատ լավ մի բան։ Ինչ վերաբերում է մեր ամառային ծրագրին, ամառային ջազ ծրագիրը իհարկե նոր ենք մեկնարկել, բայց ջազ երաժշտություն միշտ հնչել է մեր թանգարանում, ուղղակի այս անգամ արդեն բակային հատվածում է հնչելու եւ ամառային ջազ նախագիծը մեկնարկում ենք հենց Արսեն Ներսիսյանի եւ ընկերների համերգի միջոցով եւ լինելու է Բաքում մեր այն գողտրիկ անկյունում, որտեղ որ երեկոյան կարելի է վայելել ոչ միայն մաքուր օդը, այլև ինչպես տեսնում եք, այո, լավ երաժշտություն։ Մենք շատ ուրախ ենք, որ մաքուր։ Մենք շատ ուրախ ենք, որ տուն թանգարանը հետամուտ է այն ժառանգությանը, որը թողել է մեծ կոմպոզիտորը եւ փորձում է լավագույն ավանդույթները շարունակել ու հետաքրքիր է մենք իհարկե հիմա խոսենք հունիսի 21-ին սպասվող ծրագրի մասին ավելի մանրամասն եւ համագործակցության պատմությունը ինչպես եղավ, բայց ուզում ենք հասկանալ պարբերականությունը ինչպիսին է լինելու ամառվա ընթացքում եւ որքան ժամանակը մենք պետք է սպասենք նորություններին։ Շարունակական է այս ծրագիրը լինելու եւ կարծում եմ շատ սպասեցնել չենք տալու մինչեւ մյուս ջազ համերգը, դե քանի որ մեկնարկն է, բայց պետք է նաեւ ասեմ, որ թանգարանների գիշերը մենք փորձեցինք այսպիսի շուտով համերգային մի ակնարկ մեր այցելուներին ներկայացնենք եւ Արսեն Ներսիսյանը իր ընկերների հետ արդեն իսկ մի քանի ստեղծագործություն ներկայացրեց թանգարանների գիշերը եւ մենք սպասում ենք իհարկե որ արձագանքը շատ լավն է լինելու, բայց որ այդքան լավն է լինելու, որ մոտենալու են համերգից հետո եւ հարցնելու են թե ինչպես կարող ենք ձեռք բերել տոմսել առաջիկա համերգին եւ այլն, դա իհարկե այդ մեծ մասշտաբով չենք սպասում, կարծում եմ որ մեկնարկը կլինի իսկապես հուսով եմ որ կլինի իսկապես շատ լավը։ Դե հիմա խոսենք արդեն համագործակցության մասին, ինչպես այն սկիզբ առավ եւ ինչպես միացակ այս նախաձեռնությանը ու ինչ է սպասվում նաեւ ամսի 21-ին։ Լենան այնքան գեղեցիկ հայրենով ամփոփված որ կարելի է ոչ բան չավելացնել։ Ինչ է սպասվում ոչ մեկը չգիտի։ Անկեղծ ասած, իսկ որ նախադրյալները կան, հենց վերոհիշյալ համերգի ելնելով բավական լավ մթնոլորտ էր, լավ այն բառը չի, մոգական, մագնիսական դաշտ էր ստեղծվել, ի զարմանս կարելի ասել մեզ երաժիշտներից եւ հատկանշական բան ասեմ, որ մենք այդ օրը չօգտագործեցինք որևիցե տեխնիկական հնարքներ, ոչ հնարքներ, այլ ապարատուրա, հայերեն դա սարքավորումներ, միկրոֆոն, բան եւ այլն, բացարձակ ակուստիկ էր հնչում։
այդ լրությունը, որը ստեղծել էին հանդիսատեսը այդ օրը, եւ այդ մոգական վիճակը, լրությունը, որ կար, մենք ինքներս զարմացանք, թե ոնց ինքներս կլանվեցինք այդ մթնոլորտի մեջ ու ոնց նվագեցինք։ Դες լավ, ես չեմ հիշում, երբևիցե նվագած լինեինք։ Դե ակնկալել նույն մթնոլորտը, նույն երաժշտական դրսևորումը, դա նույն բանը չի կրկնվում ընդհանրապես։ Բայց դա մեզ ուժ ու էնտուզիազմ տվեց, որպեսզի մենք լցվենք ոգևորությամբ լցվենք այդ օրվա եւ կարծում եմ, որ պետք է լավ լինի։ Չի լինի ընդհանրապես ոչ մի բան չի կրկնվում։ Այն հաջողությունը, որ ունենում ես եւ ցանկանում ես կրկնել, դա սովորաբար լինում է տաղտկալի եւ անհետաքրքիր։ Հետաքրքիր է իհարկե մեր օրերում ոլորտը զարգանում է, թանգարանների մասին այս դեպքում խոսքը պետք է փորձել այսպես ժամանակին համընթաց քայլելու, հետաքրքիր է ձեր նաև աշխատանքային փորձից ելնելով, ինչպիսին է թանգարանը այսօր, ինչ ծրագրեր եք դուք նախատեսում անել բացի այս համերգից, որի մասին խոսում ենք, որպեսզի ել ավելի եթե ճիշտ կարելի է այդպիսի բառով բնորոշել, գրավիչ դարձնել, ավելի հետաքրքիր դարձնել այն փորձառությունը, որոնք այցելուները, մասնավորապես երիտասարդները կարող են ունենալ թանգարանում։ Էլի սկսեմ մայստրոյի բառերից, նա ասում էր ժամանակը քիչ է, բայց աշխատանքը շատ, այնպես որ մենք էլ փորձում ենք, որ անընդհատ լինել արդի, որպեսզի մեր այցելուն մեկ անգամ չկա թանգարան, որպեսզի անընդհատ նրան բերենք թանգարան, բնականաբար բացի համերգային նախագծերից եւ ծրագրերից ունենք բազմաթիվ կրթական ծրագրեր եւ տարբեր տարիքային խմբերի համար, ընդհանուր միջով մեծահասակներ։ Եվ ամառվա շրջանում, քանի որ ամառվա մասին ենք խոսում, ամառվա դպրոցի շրջանակներում մենք մեկնարկում ենք ուղղակի օրերը մի շատ հետաքրքիր նախագիծ, որը կարծես թե դեռ նախադեպը չունի Հայաստանի թանգարաններում, կոչվի լեզուներ եւ մշակույթ, այսինքն մշակույթի միջոցով, մշակութային թեմաների, արվեստի թեմաների միջոցով, նաեւ պատանիները կզարգացնեն իրենց լեզվի իմացությունը։ Դեռևս անգլերեն, ռուսերեն, բայց առաջիկայում նաեւ երևի կսպասվեն այլ լեզուներով եւս։ Կլինի 1 ամսի այսպիսի դասընթաց, որի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր, ինչպես նաեւ շրջայց կունենան թանգարանում, կօգտվեն մեր VR ակնոցի ծառայությունից, որը եւս նորագույն տեխնոլոգիաների լավ լուծում է այժմյան թանգարաններում։ Մենք ունենք նաեւ AR տեխնոլոգիաներով աշխատող տարբեր նախագծեր, որոնք եւս շատ հետաքրքիր են թե պատանիների, թե մեծահասակների համար, եւ բնականաբար մեր համերգային ծրագրերը, պետք է նշեմ, որ մինչեւ ամսի 21-ը, մինչեւ մեր ամառային ջազը, մենք արդեն իսկ ամսի 19-ին ունենք դասական համերգ, արդեն մեր համերգասրահում։ Ամսի 20-ին ունենք 19-ը հայկական օրորներն են, ամսի 29-ը կլինի կամերային երաժշտության երեկո, այնպես որ բոլոր դասական երաժշտության սիրահարներին եւս հրավիրում ենք մեր տուն թանգարան եւ արդեն ամսի 21-ին շաբաթը այսպես կամփոփենք ջազ, ամառային ջազ նախագծով, որը որ մեծ սպասումով, սիրով, այսպես սրտատրով սպասում ենք։ Եվ իհարկե ֆորմատը հասկանանք, ովքեր թե եւ ինչպես կարող են ներկա գտնվել այս համերգներին, առհասարակ ինչպես են մասնակցում։ Բոլորը աշխարհի տարբեր երկրներից եթե համենան, էլի շատ ուրախ կլինենք, որովհետև մայստրոն գիտեք, համաշխարհային ճանաչում ունի, թե պետք է տոմս ձեռք բերել եւ կա սահմանափակում քանակի։ Տոմսեր պետք է ձեռք բերել, պարտադիր, որովհետև այսպիսի համերգները պետք է իհարկե արժևորենք եւ իմանանք ուր են գնում։ Տոմսերը կարող ենք ձեռք բերել մեր տոմսարկղից, ինչպես նաեւ տոմսարկղ.am-ում եւ հաստիքետ Իդեպ, եթե թույլ կտակ կներեք, մեջբերում անեմ, սկզբում հնչեց ինչ կապ ունի Խաչատրյանը ընդհանրապես ջազային ոլորտի հետ, լավ շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեց Լենան Ստեփան Խաչատրյանի հետ կապված, նշեմ նաև, որ համաշխարհային ջազային աստղեր շատերը կան, ովքեր որ օգտվել են Խաչատրյանի երաժշտությունից, ամենահայտնի դեպքը, ամենահայտնի ալբոմը ջազային, որը կոչվում է Kind of Blue, Miles-ի։ Miles-ը ասում են, որ երկար մի 6 ամիս, 7 ամիս առաջ օգտվում էր Խաչատրյանի պարտիտուրաներից, եւ դա եւս եղել է ստեղծագործական խթան ստեղծելու այդ շեդևրը։ Ալբոմը։ Ինչ հետաքրքիր։ Իդեպ ես ամենասկզբից երբ հարցեցի ու ասացիք ոչ մեկ չգիտի թե ինչ է սպասում, այնուամենայնիվ ծրագիր կա ու արդյոք այն այդպես այդ դրամաբանությամբ կապված է Խաչատրյանի ստեղծագործություններին մենք ձեռք չենք տվել այդ օրը, ընդհանրապես ջազային ստանդարտներ, բայց կարծում եմ, որ ուկնդրի համար կլինի շատ հետաքրքիր։ Ընդհանրապես ջազ բարը այսօր այդքան էլ չի վախեցնում ուկնդրին,
ինչքան ժամանակին։ Հիմա ջազը որովհետև ժամանակին լսում էին ջազ, մտածում էին լինելու է տաղտկալի միջավայր, բռնություն երաժշտական, բոլորը ձև են անելու թե իբր թե հասկանում են, բայց հետո դառնացած գնալու են, լքելու են համերգաստարանները։ Հիմա ջազը բավական դառել է մատչելի եւ պոպուլյար, այսպես ասած, այնպես որ վայելքը կարծում եմ, որ տեղի կունենա։ Այո, դուք հրաշալի ամփոփեցիք մեր զրույցը, մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ նախ առավոտը իհարկե մեզ հետ սկսելու համար եւ հաջողություն ենք մաղթում, վստահ լինելով, որ համերգը եւ առհասարակ այս նախագիծը շարունակական է լինելու։ Մենք էլ հորդորենք մեր հեռուստադիտողներին հնարավորությունը բաց չթողնել եւ անպայման ներկա գտնվելու հունիսի 21-ին տեղի ունեցող համերգին։ Շնորհակալություն ենք հայտնում եւ հաջողություն, իսկ մեր հեռուստադիտողներին պետք է ասենք, որ այս պայն երաժշտություն ենք լսելու, որից հետո մեր լրատվականի թողարկումը կլինի, այնպես որ այս պայի համար ձեզ արդեն հրաժեշտ ենք տալիս ու խոսքը փոխանցելու ենք մեր լրատվականի գործընկերներին։